There are moments when history takes a leap forward, not quietly. Մենք կառուցում ենք եւ պատրաստում ենք կառուցել տարածաշրջանի առաջին VP XR Unreal Engine Soft-ով ստուդիան, ինչը դա նշանակում VP-ն դա Virtual Production, վիրտուալное производство, XR Extended Reality, այսինքն расширенная реальность։ Տվյալ ստուդիան թույլ է տալու միացնել, անկար միացնել ֆիզիկականը եւ թվայինը։ Տվյալ պրոդուկտից օգտվում են բոլոր աշխարհի գիգանտները, որոնք շուտով հայտնվել են նաև Հայաստանում, դա Netflix-ն է, Apple TV-ն է, Disney Plus-ն է, Amazon-ն է, շատ մեծ են։ Ինչ ներդրումային հնարավորություն է տալու, հա, եթե մի քիչ ավելի պարզ ասեք, հա։ Ասենց ասեմ, էլի շուկայի ծավալը տվյալ պահին 3.5 միլիարդ դոլար է։ Ահռելի մեծ է։ CAGR-ը տեմ годового роста 14% է։ Դա ահռելի է, այսինքն по прогнозам 2030 թվականին մենք ունենալու ենք մոտավորապես 7.5 միլիարդ դոլարանոց շուկա եւ 2035 թվականին մենք ունենալու ենք մոտավորապես 14 միլիարդ դոլարանոց շուկա։ Եվրոպան այդ ծավալից դերևս այս պահին գրավում է 27%-ը եւ մենք դառնալու ենք այդ 27%-ի մի պահը։ There are moments when history takes a leap forward, not quietly, not gradually, but in a way that changes everything. Where reality is no longer limited and impossible no longer exists. This is the era of UE virtual production. Ինչից է սկսել այս նախաձեռնությունը, մոտ 1 տարի առաջ BAC բիզնեսի աջակցության կենտրոնը եւ Փարվանյան Consulting-ը իրար հետ պայմանագիր կնքեցին եւ ստեղծեցին Biz for Sale բիզնես վաճառքի համար պլատֆորմը։ Հայաստանում չկա նմանատիպ պլատֆորմ, մենք պլատֆորմի մակարդակի կա List AM-ի անձնական շփումների մակարդակում բիզնես արխու վաճառք, բայց ինստիտուցիոնալ չկա։ Մենք ստեղծեցինք այդ հարթակը, վերցրեցինք մի քանի պրոյեկտներ, դժվարությունների մեջով անցանք, եւ պրոյեկտներից մեկը Անդրանիկ եւ Իշխանի The Main People պրոյեկտն էր, որտեղ մենք վերցրեցինք ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, բավական դժվարություններ իհարկե կան այդ ճանապարհին, որոնց լրիվ նորմալ է ու շատ գրավիչ են այդ դժվարությունները, բայց հետո այս Main People պրոյեկտը տրանսֆորմացվեց հենց Unreal Engine-ի, որը դարձավ The People, եւ սրա համար մենք համաձայնության եկանք, որ մենք իրար հետ համատեղ պետք է ներդրումային ծրագիրը նախագիծը իրագործենք։ Ժամանակակից կինոինդուստրիայի համար շատ սպասված նախաձեռնություն է։ Շատ չտեսնված լավ բան կլինի, եթե մենք Հայաստանում ունենանք իսկապես վիրտուալ ստուդիա, որը կինոարտադրողներին առաջարկի ծառայություններ։ Ես մտավախություններ ունեմ այնտեղ, որ սա գլոբալ, շատ մեծ համախմբվածություն է պահանջում պետության, ֆիլմ արտադրողների եւ տեխնոլոգների։ Այս երեքը միասին պետք է գործեն։ Հակառակ դեպքում գերմրցակցային համաշխարհային շուկա հնարավոր չի լինի ուղղակի մտնել, որ